Կհայտնվեն նաև բոլորի նախապատրաստել իրենց մեյջերը, քանի որ լինելու է նաև բաց քվեարկություն։ Ողջույն սիրելի ընկերներ, ես նախ ուզում եմ բոլորի շնորհավորել Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադրման 10-րդ տարեդարձի առիթով, որովհետև նաև բացի համագումարը սա նաև տոնական միջոցառում է, ու 10 տարի առաջ դեկտեմբերի 12-ին մենք այստեղ այս սրահում հիմնադրել ենք Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Ես հիշում եմ այն ժամանակ մեր ոգևորությունը, մեր նվիրումը և մեր վառվող աչքերը, որ մենք ուզում էինք Հայաստանի Հանրապետությունը փոխել դեպի լավը, դեպի դրականը, մենք խոսում էինք հիվանդ քաղաքական համակարգից, մենք պնդում էինք, որ բոլոր պրոբլեմները հիվանդ քաղաքական համակարգի արդյունք են, մենք պնդում էինք, որ քաղաքական համակարգի առողջացման արդյունքում անգամ եթե դուք առավոտյան տանից դուրս եկեք և տեսել եք, որ ձեր բակում ինչ-որ խնդիր կա, այդ խնդրից սկսված կլուծվի, որ մարդկանց ասում էին, դուք եղեք քաղաքացիական ակտիվ, բայց քաղաքականությունից հեռու մնացեք, այդ տարիներն էր քաղաքացիական ակտիվիզմի։ Մենք պնդում էինք, որ քաղաքացիական ակտիվիզմով չի առողջանա քաղաքական համակարգը, պետք է քաղաքական համակարգը առողջանա նոր քաղաքական մտքով, նոր քաղաքական մշակույթով, նոր քաղաքական գործիչներով։ Եվ մենք սկսեցինք մեր ճանապարհը։ Այո, երկրում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ փոփոխություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը անմասն չի եղել, բոլորս սա լավ անգիր գիտենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դուրս է եկել 100,000-ներով փողոց, որպեսզի փոխի հիվանդ քաղաքական համակարգը, որպեսզի առողջացնի այդ համակարգը, որպեսզի վերջապես դուրս գա այդ կոռուպցիա ասած արհավիրքից, որպեսզի վերջապես դուրս գա մի իրավիճակից, որ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ, գտնվող քաղաքացիական հասարակության կենտրոնում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կառուցի մի մոդելի պետություն, որը մենք միշտ կոչել ենք եվրոպական մոդելի պետություն։ Իր բարեփոխումներ իրականացնի, դատական համակարգ ունենա, ոստիկանություն ունենա, քննչական անկախ մարմիններ ունենա, գլխավոր դատախազություն ունենա, հզոր բանակ ունենա։ Եվ մենք պնդում էինք, որ այս ժողովուրդը 80-ականների վերջում ուներ 3 նպատակ։ Սա մեր պնդումն է եղել հիմնադրման ժամանակ։ Եվ ասում էինք, որ այս ժողովուրդը 2 նպատակը իրականացրել է։ Առաջին նպատակը դա կամ երազանքը, 3 երազանքի պատմություններ սա մեր կամ 3 նպատակի։ Առաջինը նա էր, որ այս ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Այսինքն առաջին երազանքը տեղի ունեցավ։ Երկրորդ երազանքը վերջապես Արցախի ժողովրդին փրկեց էթնիկ զտումից, բռնաճնշումներից, իրենց ինքնությունը պաշտպանելու ճանապարհին կանգնեց նրանց կողքին եւ հաջողեց երկրորդ երազանքը։ Եվ երրորդ երազանքը, որ թե ինչպիսի պետություն պետք է մենք կառուցենք։ Եվ այդտեղ Լուսավոր Հայաստանն ասում է, որ մենք հիմնադրում ենք կուսակցություն, որը պետք է ամեն ինչ անի, որ մենք կառուցենք առողջ քաղաքական համակարգով պետություն։ Այլապես այն 2 երազանքներին, որ հասել ենք, կկորցնենք դրանց։ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ կառուցել մեր ժողովուրդը, մենք բոլորս չկարողացանք կառուցել այդ առողջ համակարգը եւ երկրորդ երազանքը կորցրեցինք։ Այսօր Արցախը չկա։ Եվ Հայաստանում կան 100,000-ից ավելի փախստականներ։ Ինչ է տեղի ունենում։ Հիմա մենք մի process-ի մեջ ենք, որ վտանգված է առաջին երազանքը։ Այսինքն հայկական ազգային պետությունը կորցնելը։ Վերջին հաշվով ազգային պետությունների կոնցեպտը, որ կոնկրետ ազգերը հիմնել են պետություններ, 19-րդ դարի ավելի հաջողված փորձեր են դրանք եղել, դրանից առաջ էլ նույնպես, բայց այսօրվա մոդելը մոտավորապես 19-րդ դարից սկսած կարող ենք ասել։ Եվ հայ ազգը ունի պետություն։ Ճիշտ է, իր մեծ զարմացնությամբ չի բնակվում այդ պետությանը, որը մեծ ցավ է, սրա մասին ենք խոսել, բայց հայ ազգը ունի պետություն։ Այսօր ինչ են անում։ Այսօր մեր դեմ մղում են հիբրիդային պատերազմ,
Եվ պատերազմը հետևյալի մասին է, որ մենք սկսում ենք մեր ճշմարտություններից հրաժարվել եւ վերցնել ճշտամու ճշմարտությունները։ Հայկական ճշմարտությունները իրենց տեղը զիջում են ճշտամու ճշմարտություններին։ Եվ ժամանակին ինձ մի պատմություն են պատմել, որ մի համալսարանում Ադրբեջանից մի մարդ է գալիս եւ ինչ-որ դասախոսություն է կարդում եւ մեր հակամարտության վերաբերյալ ասում մենք հասնելու ենք դրան, որ հայերը իրանք ասեն, որ մենք սխալ ենք։ Իսկ մենք հասնելու ենք դրան, որ հայերը իրանք սկսեն մեր նարատիվները իրանք բերանով կրկնել, պնդել մեր 20-30 տարվա քարոզածը, որը ոչ մի կերպ չենք կարողացել առաջ տանել, բայց մենք դրան հասնելու ենք, մենք դրան մոտ ենք։ Եթե չեմ սխալվում, 17 թվականին է դա եղել։ Այդ մարդը այսօր հայտնի է, այդ մարդը Ադրբեջանի նախագահի օգնականն է։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում, մեր եթերներում, մեր շրջապատում, մեր մարդիկ սկսել են կրկնել այն թեզերը, որոնք որ դրվել են շրջանառության մեջ, հայկական ճշմարտությունների վերաբերյալ, որը հայկական ճշմարտություն ես հիմա եմ ասում, բայց դա համընդհանուր ճշմարտություն է։ Համաշխարհային գիտական միտքը հաստատել է, որ եղել է հայոց ցեղասպանություն։ Արդյոք հայոց ցեղասպանությունը հայկական ճշմարտություն է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Բայց դա մենք ենք պաշտպանել, որպես ճշմարտություն։ Այսօր ինչ է կատարվում Հայաստանում, Թշնամու կողմից հիբրիդային պատերազմի արդյունքում մենք մեր բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը։ 1.5 միլիոն մարդու անունազգանունները փնտրենք, ինչ պայմաններում են զոհվել, բան, ինչի համար է դա արվում, որ կասկածի տակ դրվի։ Համաշխարհային գիտական մտքի կողմից հաստատված փաստ է, եւ նաեւ համաշխարհային տարբեր օրենսդիր մարմինների կողմից հաստատված փաստ է, պատմաբանների եւ վերջին հաշվով նաեւ այն պետության, որի տարածքում տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, որովհետև հայոց ցեղասպանության մեջ մեղադրվողները նաև մահապատժի են դատապարտվել։ Հասկանում եք, մենք այսօր ինչ ենք քննարկում։ Հաջորդը Արցախյան շարժում։ Ինչի մասին է եղել Արցախյան շարժումը։ Մետրոպոլիան իր տարածքում ունեցող, ինքնավարություն ունեցող մի ազգի ճնշումը, որի արդյունքում ծնվում է այդ ազգի իրավունքը պաշտպանելու։ Ես սկսում եմ ինքը իր իրավունքը պաշտպանել, որովհետեւ իր ինքնությունը պաշտպանի ինքը։ Ինչ է այսօր քննարկվում, որ դա թող է եղել։ Թող։ Եվ դա էլի թշնամու բանն է։ Ես կան ժամերով խոսալ, թե ինչ ձև է մեր ուղեղները, ինչ ձևերով են մեր ուղեղների վրա ազդում։ Մեր ժողովրդի դեմ ամենօրյա ռեժիմով հիբրիդային պատերազմ է գնում։ Հենց հիմա ինչ է տեղի ունենում հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Պարոն Խաչակյանը նշեց արքեպիսկոպոսներ են KGB-ի բանտում նստած, ոնց կարող է Հայաստանը գնա դեպի եվրոպական մոդելի պետություն եւ ունենա KGB-ի բանտ, KGB-ի բանտ ունի Հայաստանը։ Ես բոլոր այդ բանը եթերներում խոսացող գլուխները, ովքեր իբր արևմտամետ են կամ իբր եվրոպամետ են, նրանք ողջունում են KGB-ի բանտը, նրանք ողջունում են KGB-ի բանտում մարդկանց զնդանումը։ Շարունակեմ, էլ ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, որ ասենք չգիտեմ, որ մի խումբ մարդիկ ոչ մի իրավասություն չունենալով պնդում են, որ պետք է օրինակ Հայաստանի հայ-առաքելական Սուրբ եկեղեցին իր ներսում ինչ-որ բաներ անի, բարենորոգում անի, չգիտեմ, ես շատ եմ խոսել այս թեմաներով, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ այդ օրինակները։ Հայաստանի հայ-առաքելական եկեղեցին ինչի մասին, դա հայ ժողովրդի ամենահին կազմակերպված ինստիտուցիոնալ ամենահզոր ցանցն է ամբողջ աշխարհով մեկ գործող։ Մի հզորային կառույց։ Հերթով փլուզելով հայ ժողովրդի ինստիտուտները հասել են այդ մի ինստիտուտին։ Եթե ձեզ թվում է, որ հայկական պետություն ունենալու, Հայաստանի Հանրապետություն ունենալու համար այդ ինստիտուտների քանդումը դա կարող է որևէ կերպ պահել մեր պետությունը, ես ձեզ ուզում եմ ասել, որ չխաբվեք ժողովուրդ։ Եվ այդ ամեն ինչը միտված է եւ ներքաղաքական
խնդիր լուծելու իմաստով, որտեղ ինչի եկեղեցականներն ինչ են ասել, քննադատել են, խոսք են ասել, ինչ հարցով են խոսք ասել, կա sense տահաս բան տարածված միտք, որ եկեղեցին մտավ քաղաքականություն, քաղաքականություն կարող է մտնել որևէ մեկը, եթե կուսակցություն կգրանցի, կուսակցությունով կմտնի քաղաքականություն։ Քաղաքականության միակ գործիքը, միակ խողովակը կուսակցությունն է։ Եկեղեցին չի մտել քաղաքականություն։ Ձեզ խաբում են։ Եկեղեցին խոսել է ազգային հարցերից։ Ինչու է մտահոգ եկեղեցին ազգային հարցերով, որտեղ իր ունեցած վանքերի 300-ից ավել վանքեր եւ եկեղեցիներ կորցրել է, որ դարերով իրար նայել է, կորցրել է, իրավունք չունի խոսա դրա մասին, իրավունք չունի իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու, ունի, ալբանիական լուսանկարները ցույց են տալիս, որ այդ ժառանգությունը այսօր ոչնչացվում է, եկեղեցին այդ թեմով խոսում է, դժգոհ է, եւ դա վերագրվում է, որ դե քանի որ իրանք մտել են քաղաքականություն, դե իշխանությունը մտել է իրան մեջ, ուզում է փոխի իրանց այնտեղ, ուզում է ասի, որ բանտեղ ոնց որ անառողջ բարքեր կան։ Մեկը տեսնում եք իրանք հիմնվում են ամենաանառողջ բարքերով մեզ հայտնի մարդկանց վրա։ Այս է եկեղեցու մասին։ Եվ այսօր որ գալիս է այստեղ, ես թեզեր էի առանձնացել, որ խոսեմ, որ զրուցենք իրար հետ։ Այդ թեզերը մի քիչ ես փոխեցի։ Ինչու՞։ Որտեվ մեր վարչապետը այսօր կարճ տեսաուղերձեր ունեցել էլի եւ պատմում էր այն մասին, որ ինքը ճանապարհային քարտեզ ունի, թե ոնց պետք է հանեն կաթոլիկոսին գործող, որի դեմ պայքարում են Թուրքիայից, Ադրբեջանից, որպես ինստիտուտը ներկայացնող։ Եվ այնտեղ տեղապահը ոնց պետք է նշանակվի, բան ու ուշադրություն դարձրեցի ինչի վրա, ասում եմ ես Արտադրության նախարարության պետական ռեգիստրի գրանցված կանոնադրությունն եմ կարդում, սենց բան են գրել, չեն արել, դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, գրել են, չեն արել, գրանցված թուղթ տա, եւ հետեւաբար պետք է ուրեմն ինքը հեռանա, նաեւ այդ պատճառով պետք է հեռանա։ Հիմա սիրելի գործընկերներ, ԶՎՄ-ներ, ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր ճանապարհային քարտեզը։ Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 21 թվականին ընտրվել է, որ ընտրվել է խորհրդանն անցել իր ուժը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը։ Երրորդ ուժը բարիերի տակ է անցել խորհրդան։ Իսկ ժողովուրդ երկու ուժերի միջև ձայները բաշխել է։ Եվ շուրջ 20% ձայն փոշիացել է։ Բայց որ ընտրվել է, ունեցել է կառավարության ծրագիր։ Կառավարության ծրագիրը խորհրդանում հաստատվել է։ Այն սահմանադրական մակարդակի նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Այդ կառավարության ծրագրում ինչ գրել է, չի արել։ Շեղվել է բոլոր կետերից։ Խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ՄԱՄՆ-ի կողմից հաստատած իր ծրագիրը։ Հետեւաբար ինչ պետք է տեղի ունենա։ Պետք է ինքը հեռանա։ Պետք է ինքը մի այլ ձևի հեռանա։ Ինքը չի հասկացել ինչ տեսարյութ նկարահանել առավոտյան եկեղեցու կանոնադրության մասին։ Եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության կանոնադրությունը այդ կազմակերպության ներսում իրենց հարաբերությունների մասին է։ Ընտրությունների միջոցով մանդատ ստացած քաղաքական գործչի տվյալ պարագայում իշխանության ղեկավարի գլխավոր փաստաթուղթ այն ծրագիրն է, որով նա ընտրվել է։ Բայց մեր համայնությունն ինչ է ասում։ Այդ փաստաթուղթը հաստատում է ազգային ժողովը, դրա վերաբերյալ հետո զեկույցներ են ներկայացնում, հաշվետվություն են տալի օրենսդիր ՄԱՄՆ-ին։ Եվ ինչ գրել է չի արել։ Չի արել ժողովուրդ։ Եվ ես սա մասին ասեմ հրաժարական տալու օրը։ Չի արել։ Ինչ գրել է, թարս է արել, ավելի վատ։ Հակառակն է արել, ավելի վատ։ Հետեւաբար ինչ է նշանակում, ինչ պետք է ինքը անի։ Պետք է հեռանա։ Ըստ իր տրամաբանության եւ բնականաբար ըստ մեր տրամաբանության արդեն երկար ժամանակ։ Հիմա ո՞րն է այդ ճանապարհային քարտեզը, որ հեռանա։ Ասեմ, ուրեմն սպասվում են ընտրություններ։ Ես նախ ուզում եմ ձեզ կոչ անել, որ մենք բաց քվեարկությամբ, հիմա հանեմ իմ մանդատը, մենք բաց քվեարկությամբ քվեարկենք, որ առաջարկում եմ հարց եմ դնում քվեարկության, առաջարկում եմ
լիազորել կուսակցության ղեկավարությանը սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորացված, ավելի ուժեղ բևեռներով հանդես գալու վերաբերյալ, սրա մասին երկաժամանակ խոսում ենք, ընտրություններին մասնակցելու։ Եթե դուք լիազորեք հիմա, մենք այս համագումարից հետո սկսելու ենք այդ աշխատանքները։ Առաջարկիս ով է կողմ, խնդրում եմ քվեարկել։ Պահեք, կարող ենք արձանագրել, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Եվ ես հիմա ներկայացնեմ ճանապարհային քարտեզը, թե ոնց պետք է հեռացվի։ Շնորհակալություն, որ մեզ լիազորեցիք, այսինքն այս պահից սկսած մենք կարող ենք հայտարարել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է սպասվող ազգային ժողովի ընտրություններին։ Շնորհակալ եմ։ Ինչպես է մասնակցելու։ Մենք երկար ժամանակ է բացատրում ենք, պարզաբանում ենք, օրինակներ ենք բերում, որ գործող իշխանությունը ինչքան էլ իրան վստահ պահի եւ պահում է վստահ։ Այդպես վստահություն կար մենք ենք ավելի շատ ձայն ենք տանելու։ Եվ այդ վստահությունն ինչի համար է, որ ամեն մի քննիչ, ամեն մի դատավոր, ամեն մի պաշտոնյա իր որոշումը կայացնելիս իր մտքում մտածի, որ իրանք վերընտրվելու են եւ վախենա, այս մեկ։ Այն որոշումները, որ այսօր կայացվում են։ Որտեվ arczepiskopos կալանավորելը կամ 2 տարի դատելը տենց հեշտ գործ չի ժողովուրդ։ Միքայել Սրբազանը մի մարդ է, ով դատավճիռ ունի։ Շուրջ 7.5 տարի անցել է ժողովրդական փողոցներում ասում չէ 100,000-ավոր մարդիկ էին։ Շարժումից, որ իրենց թալանողները դատվեն, իրենց նկատմամբ հանցագործություն անողները դատվեն։ 7.5 տարի անց ով է դատվել Միքայել Սրբազանը ոչ մի բան քրերեն արգելված որևէ բան չանելու համար։ Ով է կալանքի տակ Սամվել Կարապետյանը, Էլի Սրբազաններ ոչ մի քրեական օրենսգրքով արգելված արարք չեն արել այդ մարդիկ։ Ապօրինի գտնվում են բանտարկված։ Այսինքն թալանչիներ են գողավազակները ում անունները տալով, գորգորալով եկան իշխանության, այդ մարդիկ կյանքը վայելում են, բացարձակապես ուրիշ մարդիկ անմեղ գտնում են բանտերում։ Հետ գալով վստահությանը, ինչու են իրանք իրանց վստահ պահում, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ աննար է իշխանությունը փոխել, հետեւաբար իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն առաջին ուղերձը հետեւյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 գումարած 1 մասնակցություն ա լինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք ժողովուրդ, որ տեղամաս 50%-ից ավել մասնակից մտավ, կապ չունի ում ընտրել։ Իշխանությունը պարտվում է։ Հաջորդ մեխանիզմ, այսինքն պետք է ամեն ինչ անենք համաժողովրդական մասնակցությունների ընտրություններին։ Հաջորդ մեխանիզմը ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն այն 21 թվականի իրենց այն մոտեցումները, որոնք կային։ Մենք 21 թվականին փորձել ենք խոշորացման քայլեր անել, մի 3-4 ուժի հանդիպեցինք, յուրաքանչյուրը 20-25% ձայն ուներ։ Գտնում էր, որ իմաստ չունի, որ խոշորանա։ Մենք գիտեինք, որ իմաստ ունի, բայց իրանք ասում են մենք մի 20% ձայն ունենք, իմաստ չունի։ Եվ վերջում շուրջ 20% ձայն փոշիացավ։ Խորհրդարան անցել 2 ուժ, երրորդ ուժը կրկնում են բարիերի տակ մնացել։ Որպեսզի նույն սխալը չկրկնվի, սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ, մենք գտնում ենք, որ իշխանությունը իր ամբողջ արած ասֆալտներով, դպրոցաշինությամբ, մանկապարտեզաշինությամբ, խաղաղության վերաբերյալ միֆական խոսակցություններից, միջանցք տալով, որի դիմաց 5 տարվա նորաթոռ են ուզում ստանան, այս բոլոր բաների դիմաց մաքսիմում ունի 40% ձայն, այդ էլ են դեպքում, եթե մասնակցությունը ցածր է, եթե շատ ցածր է, այդ 40%-ը աճում է, եթե շատ բարձր է, այդ 40%-ը նվազում է, հասկանում եք ինչ եմ ասում, մասնակցությունն եմ դեռ ասում։ Հետեւաբար հակառակ կողմում, ովքեր չեն ուզում, որ այս իշխանությունը մնա, որը խախտել է իր ծրագիրը խախտել է, հասկանում եք, իր ծրագիրը, որը խորհրդարան հաստատել է, խախտել է։ Այդ իշխանությունը փոխելու համար շուրջ 60% հակառակ քվեարկող մարդ կա։ Բա ո՞նց արնեն, որ իրանք տենց վստահ են, որ ուզում են մնան, ո՞նց պիտի մնան։ 60% իրանց դեմ է, եւ ավել, եթե մասնակցության թիվը աճում է, էլ եմ ասում։ Հետեւաբար
ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Խոշոր բևեռներ։ Եվ ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Որքան խոշոր, այնքան լավ։ Որքան խոշոր, այնքան վախենալու, որ չկարողանան չգրանցել։ Դե հիմա նաև քննարկում են չգրանցել տարբեր ուժերի։ Սա է բանաձևը, սա է մեր ճանապարհային քարտեզը, այդ խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը ընտրությունների օրը պարտվում է։ Որ պարտվում է, խոշոր ուժերը հավաքվում են եւ ձևավորում են մի կառավարություն, որը ներկայացված կլինի այդ խոշոր ուժերից բաղկացած տարբեր առողջ միտք, հոգի, կամք, հայկական ինքնությունը պաշտպանող, բայց պրոֆեսիոնալ մասնագետների ձևավորված կառավարություն։ Եվ Հայաստանի Հանրապետության կործանման, արևմտյան ադրբեջանացման այդ արշավը այդ օրը կանգ առնում։ Սա շատ ախր կարող մեկն ասի, բայց այդ մտածում եմ այդ բարդ բան պետք է ասի։ Չէ, ահա որ իմացեք, ամենաբարդ հարցերի պատասխանները ամենապարզն են։ Ահա որ պարզ է։ Շատ հեշտ է դա անել։ Շատ պարզ։ Մնում է խելք, իմաստնություն, պարոն Խաչատրյանը խոսեց էգոյի մասին, այդ էգոն մի կողմ դնելու եւ այդ իմաստով մենք միշտ էլ ասել ենք։ Մենք ժամանակին որ դաշինք էինք ձևավորում, հիշում եք ելք դաշինքի ձևավորման ժամանակ, մենք ասում ենք, մենք պատրաստ ենք լինել եւ առաջինը եւ վերջինը։ Այնպես ստացվեց, որ քվեարկությամբ ցուցակում առաջինը եղանք, բայց պատրաստ ենք լինել ցուցակի վերջերում էլ։ Հանուն ավելի բարձր, ավելի մեծ գաղափարներ։ Դեպաբար բոլորը պետք է իրենց ունեցած այդ էգոն դնեն մի կողմ եւ 2026 թվականին կանգնեցնեն այս շղթան։ Եթե 26 թվականին այդ շղթան չի կանգնում, ինչ է լինում։ Մարդը պետք է այդ հարցը տա, այդ հարցին պատասխանի։ Դինք չի գնում ընտրության, անտարբեր է, չի ուզում ոչ մի բան անի, կամ չի հավատում իր ուժերին։ 5 տարին մեկ կառավարման իրավունք հաստանում, չի ուզում այդ իրավունքը օգտագործի, չի դեմ ինչի։ Կամ գիտեմ ինչի, ասեցի արդեն։ Ինչա տեղի ունենալու։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական ճանապարհները կորցնելու են։ Դրա մասին խոսում ենք շատ։ Հայաստանի Հանրապետության ազգային ինստիտուտների քանդումն ու վերացումը շարունակվելու է։ Հայաստանի Հանրապետությունը դարձնելու են թշնամի երկրներից եւ նրանց կամքից բխող, նրանց կամքով շարժվող մի հատ սուբյեկտի։ Մեր զինանշանն են փոխելու, որտեղ Արադ լեռը պետք է հանեն այդ զինանշանի վրայից։ Մեզ տանել են սահմանադրական հանրաքվեի, որտեղ մեզ ասելու են Արեգեն ինչ որ ասում է Ալիևը, այդ որ ասում են որ ժամանակին տազյոտվին ասում են մենք կասենք դուք ինչ կանեք, այդ ժամանակ դուք կտեսնեք։ Այդ քայլերն են։ Եթե ուզում ենք մենք դա կանգնացնենք, միակ ճանապարհը դա խաղաղ, հանգիստ, մեկ քվեարկությունը տևում է մոտավորապես 30 վայրկյան։ 30 վայրկյան։ Դրանից ոչ մի բան չեն ուզելու, ժողովրդից ոչ մի բան չեն ուզելու քաղաքական ուժերը։ Գնալ ընտրական տեղամաս 30 վայրկյանում կատարել 5 տարին մեկ երկրի կառավարմանը քո մասնակցելու գործը, քո իրավունքը իրացնել։ Սրա մասին է այս ամբողջ խոսակցությունը։ Դե չէ հիմա կարամ նորից պատմեմ, թե ինչ է կատարվում, որ Թալանի դեմ պայքարողներն իրանք են դառնում թալանչի, կոռումպացված, ամեն օր մամուլում սկանդալներ, ամեն օր նյութեր, բանտերում մարդիկ մահանում են, տասնյակ արդեն 23-րդ մահն արձանագրվել։ Անդադար, ոչ մի ոլորտ չկա, որ այդ ոլորտում դուք մտածում եք ինչ որ բան է, լավ է։ Ասֆալտեն արել, վստահեցնում եմ ձեզ 3 անգամ ավելի կարելի է ասֆալտ անել։ Այդքան փող կա։ Բայց այդ փողն ինչ է արվում, անարդյունավետ ծախսվում է, տարբեր ռիսկային պրոցեսներով անցնում։ Չեմ ուզում այս թեմաներով խոսել, որովհետև սրա մասին անդադար տարբեր հարցազրույցներում խոսում ենք։ Եվ այս ճանապարհային քարտեզը ներկայացնելով, նաև ձեր կողմից լիազորվելով, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս մեր 10-րդ տարեդարձի առիթով եւ պնդել, որ ելի ես տեսնում եմ վառվող աչքեր դալիճում, ելի ես տեսնում եմ այդ էներգիան, ես զգում եմ այդ էներգիան, այդ ինտուզիազմը, որ մարդիկ ուզում են փոփոխություններ։ Եվ ես վստահեցնում եմ, այդ փոփոխությունները գալու են։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Անդրադառնալով մեր ընթացակարգային կարևորագույն հարցին, կառավարման խորհրդի կազմի ձևավորմանն ու հաստատմանը, հորդորում եմ բոլոր այն պատվիրակներին, ովքեր դեռևս չեն հասցրել քվեարկել եւ ուշ են մեզ միացել, անպայման խորամուխ լինել այդ գործընթացին, այնտեղ ձեզ կօգնենք աջակցեն այդ գործընթացը իրականացնելու հարցում, եւ հիշեցնեմ, որ կառավարման